Կարմրուկը դա սուր վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ինտոքսիկացիայով, տենդով, կատարալ երևույթներով եւ ցանավորմամբ։ Հիվանդությունը ունի 3 փուլ՝ իր գաղտնի շրջանը, որը տևում է մոտարապես 9-ից 21 օր, ունեն կատարալ շրջանը, տենդ, հարբուխ, քթահոսություն, քթից շրջային, շրջաթարախային արտադրությամբ, ունենում ենք հազ, որը կարող է հաճոցանման հազի փոխվել, եւ ունենք արդեն մեր ցանավորման շրջանը, ցանը լինում է էտապային, սկսվում է ականջախեցու հետևից եւ տարածվում է պարանոցի կրծքային շրջանը, հաջորդ օրը մեր ամբողջ այդ որովայնի շրջանում եւ երրորդ օրը վերջույթների շրջանում։ Ինքը վարակիչ է իր ամբողջ ուրեմն ցանավորման շրջանում եւ ուրեմն այդ դեպքում 21 օր երեխան պետք է լինի արդեն ուրեմն մեկուսացման մեջ։ Հիվանդությունը ունի բազմաթիվ բարդություններ, կարմրուկ վիրուսի հետ պայմանավորված, դրանք թոքաբորբերն են, լարինգոտրախեիտներ, ունենում ենք կոնյուկտիվիտ, ունենում ենք ներվային համակարգի կողմից էնցեֆալիտներ, ոչ բոլոր ուրեմն դեպքերն են հոսպիտալացման ենթակա, դրա համար պետք է անպայման երեխան գտնվի բժշկի հսկողության տակ, գոնե տան եղած ժամանակ տեղամասային բժիշկը պետքա կարողանա հսկել երեխային եւ ժամանակին ուղեկցի արդեն ուղղորդի ստացիոնար։ Ամենակարևորը իհարկե այստեղ պատվաստման խնդիրն է, որ ներկայումս իհարկե շատ ծնողներ հրաժարվում են մեր պրոֆիլակտիկ պատվաստումներից, որը իհարկե շատ մեծ սխալ է լինում, որտեղ կարմրուկը մենք այսքան տարի չենք ունեցել, բայց իհարկե ունեցան կարմրուկի դեպքեր, որպես վիրուսային հիվանդություն սպეციფიկ բուժում չունի։ Ինքը մենք անում ենք այստեղ սիմպտոմատիկ բուժում, բայց բարդությունները մեր իհարկե սա արդեն խիստ ուրեմն հիվանդանոցային պայմաններում ունենք մենք սպეციფიկ բուժումը, քանի որ գումարվում է արդեն բակտերիալ ֆոնը մեր վիրուսային թոքաբորբի, այդտեղ արդեն մեր հակաբակտերիալ բուժումն է գումարվում եւ ամեն ինչը արվում է հսկողության տակ։ Այդ դեպքում արդեն երեխան տանը գտնվել չի կարող հետագա մնացած այլ բարդություններից խուսափելու համար։ Ջերմող երեխան չպիտի հաճախի դպրոց, մանկապարտեզ, փակ տարածքներ, դա պետքա բացառել, որովհետև ամեն ջերմությունը չգիտես ինչով է հաջորդելու, հա, նամանավանդ այսպիսի էպիդվիճակում։ Եվ ամենակարևորը շատ ընդունված է երեխան ջերմեց թե չէ, մամաները սկսում են տալ հակաբակտերիալ բուժում։ Մենք գործ ունենք վիրուսային ինֆեկցիայի հետ, հա, այստեղ առաջին հերթին պետքա երեխան գտնվի հսկողության տակ, ավելորդ որևիցե դեղորայքային միջամտություն, հակաբակտերիալ բուժում, որևիցե անհրաժեշտություն չկա դրան։ Բուժումը պետքա անի բժիշկը, մայրը ինքնաբուժում երեխային պետք չի կատարել, մոր խնդիրը ուղղակի երեխային պահել հսկողության տակ, ուրիշ ոչ մի բան, եւ որ տեղամասային բժշկին տեղեկացնել ամեն ինչը, մնացած արդեն տեղամասային բժիշկը կկարողանա արդեն ուղղորդել երեխային։